Տասնյակ տոննաներով լոլիկը մնացել է ջերմոցներում, չեն կարող վաճառել Արշալույսի ֆերմերները։ Խանութներում հայկական լոլիկի երեսին նայող չկա, իրանականն է մատչելի։ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հերքում է, թե արտոնյալ պայմաններ են ստեղծել Իրանից ներմուծվող լոլիկի համար։ Պարսկական ֆուրերը անդադար նորից բերում են, երեկվա տվյալներով 270-280, այդ գինն են դրել, գյուղի տեղական լոլիկը չի վաճառում 350-400-ով, բոլոր խանութները մեծամասամբ։ Այդ մեն ֆուրերից անդադար 270-80 են առնում, գալում են մարդկանց էլ ասում են այդ գնով չտվիր գնացին ֆուրից առա։ Կարելի ասել դարելա դաշտի պամիդորի գին, եկելա աման։ Ջրի գին է դարձել տեղական ապրանքը, հատկապես որ ռուսական շուկան հայկական պտուղ բանջարեղենի համար այսօրվանից փակ է։ Թե ուր են տանելու իրենց լոլիկը վաճառելու, չգիտեն, ասում են արշալույսցիները։ Էկոնոմիկայի փոխնախարարն առաջարկում է ֆերմերներին մայրաքաղաք բերել իրենց ապրանքը։ Վարչական շրջաններում տարածքներ կան առանձնացված, որտեղ կարող են վաճառել իրենց գյուղարտադրանքը։ Հիմա Երևանում Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածքում, առանձնացված տարածքում, որտեղ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում, որտեղ կա տարածք, որտեղ կան հարմարություններ, հենց այսօրվանից արդեն մեկնարկել է ֆերմերային շուկան։ Եվ երբ խոսում եմ ես կազմակերպչի հետ, ասում եմ, եթե կլինեն ցանկացողներ, խնդրեմ, կարող են իրենց արտադրանքը իրացնել, օգտագործելով այս հարթակը։ Չաշխատող տարբերակ է, փոխնախարարի առաջարկին միաբերան արձագանքում են ջերմոցատերերը։ Չեն կարող մի ձեռքով ջերմոց մշակել, մյուս ձեռքով առևտուր անել, ասում են։ Չաշխատող տարբերակ է։ Ստե ինչքան ժողովուրդ տենը մեկ, շատ կգային մարդիկ իրանց գործերով են։ Ոչ մի սովորական գյուղացու հաստատ հարմար չի լինելու, ստե ուզեթա պրոբկեքի մեջով քաղաք առևտուրանի իր գործերը մնալու է։ Հողի հետ չարչարվող մարդիկ նկատում են, նույնիսկ եթե Երևան հասցնեն իրենց ապրանքը, հնարավոր չէ կիլոգրամ վաճառել տասնյակ տոննաներով լոլիկը։ Այդ ձեր ասածը 99% չի աշխատելու գյուղի ժողովրդի համար։ Կամ պետք է արտերկրից Հայաստան ներկրվող լոլիկի վրա սահմանափակում դնել, որ տեղականը վաճառվի, կամ դրսի նոր շուկա պետք է գտնի կառավարությունը։ Միայն Հայաստանում լոլիկ վաճառելով օգուտ չունեն իրենք, պնդում են ջերմոցատերերը։ 3 միլիոն հոգի են այսօր սպառում այդ ապրանքը։ Շուկան շատանալով, էլ այդ 3 միլիոն հոգին ալեն, կապ չունի կտանենք Շենգավիթ կվաճառենք, Մեմանդար կվաճառենք, թե Արշալույս։ Մեկը ես ու դու ենք այդ սպառողը։ Արշալույսցիները լսել են, որ ծաղիկ աճեցնող ջերմոցատերերը եւս մտադիր են բանջարեղեն աճեցնել։ Մեկ շաբաթ առաջ հայկական ծաղիկի ներմուծումներ նաև արգելել Ռուսաստանը։ Ինչ է լինելու իրենց հալը, հարցնում են էկոնոմիկայի փոխնախարարին։ Իրանք էլ են ուզում ապրեն, վերջը իրանք էլ են թեքվելու էսի բանջարի վրա, այս ամեն ինչը թեքվելու է, այս մարդը ուզում է ապրի, պետք է բանջար դնի, ծաղիկը որ դուրս չի կարում հանի, գոնե այս ամեն ինչին մի հատ, չգիտեմ, վաճառքի գին դրվի, օրինակ, չգիտեմ, 350 դրամ պետք է լինի։ Գյուղացիների առաջարկները լսելուց հետո Արման Խոջոյանը խոստանում է իր գործընկերների հետ քննարկել եւ նորից հանդիպել ջերմոցատերերի հետ հարցի վերջնական լուծումը գտնելու։ Բայց արդեն վստահեցնում է, թե հայկական ապրանքի համար ամբողջ մոլորակի շուկան բաց է։ Եվրոպական երկրներ Ամբողջ աշխարհի շուկան կարող է արտահանվել ապրանքը, եթե համապատասխանում է արտահանվող երկրի ստանդարտներին։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։